Մենք հիմա գտնվում ենք Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնում։ Այստեղ դասեր ընթանում են շաբաթվա բոլոր օրերին, ուղղակի հաշվի առնելով, որ ուսուցանող կոնտինգենտի մեծ մասը աշխատողներ են, աշխատանքային օրերին դասընթացները տեղի ունենում երեկոյան ժամը 7-ից մինչև 10-ը։ Կիրակի օրը հաշվի առնելով, որ հանգստի օր է, բոլոր խմբերի համար ներդաշնակման եւ ավելի գործնական պարապմունքների օր է։ Այսօր արդեն խմբերից երկուսը դիպուկարների խումբը եւ մարտական խմբերից մեկը ավարտել է իր մարզումները։ Հիմա մարզումները շարունակում են նախազորակոչային խումբը եւ մարտական խմբերից եւս մեկը։ Այս պահին ըստ ծրագրի նրանց մոտ կրակային պատրաստության դասընթաց է, կոնկրետ աշխատում են դիպուկար հրացանից, սակայն առանց օպտիկական միջոցի, հաշվի առնելով, որ նախ եւ առաջ սովորեն մեխանիկայով ճիշտ կրակելու տեխնիկային, հետո նոր օպտիկայով։ Մեծասակների խմբի մոտ կլինի տեսական դաս, դրոնների կառավարման օպերատորական գործ, հիմնականում այս խումբը, որը սովորել է դրոնների կառավարում, արդեն ավարտել է 1 ամսյա FPV դրոնների օպերատորական դասընթացը, որից հետո եկել են պարտադիր մարտական որոշակի ուրիշ ծրագրով, ոչ այն ինչ որ բոլոր մարտական խմբերը, բայց որոշակի շեմ, այդ շեմին պիտի համապատասխանեն բոլորը, անկախ նրանից, թե որ խմբում են գտնվում։ Ցանկացած ինչ-որ մարտավարություն բխում է գործնական պրակտիկայում դեպքերից հետո, չէ՞ որ վերլուծում են ինչ կարելի անել, ոնց կարելի անել, ջոկը ոնց շարժվի, ոնց բացազատվի։ Ես էլ ինքս մասնակից եմ ու շատ խառը բաների մեջ, մեր ջոկով միշտ ստեղծել ենք մարտավարություն։ Ես ճիշտ ասած չգիտեմ, այդ աշխարհում կա, որ FPV-ն ջոկի հետ ոնց է աշխատում։ Ես այն օրը մտածում էի, կարելի է թեկուզ կարող սկիզբը մենք լինենք։ ATS-ն էլ մտնի ջոկ, նույն բացազատվելու ժամանակ ATS-ն իր խնդիրը լուծի, որտեվ այսօրվա պատերազմը բերել է դրան ու դա շատ ավելի կարևոր է ու շատ ավելի կիրառելի ու օգնում է։ Ջոկը գնում է, բացազատվեց, չգիտեմ, փակեց ամեն ուղղություն, չէ, հետո ինչ անեք, հետո դու կույր եք։ Եթե դիմացը անտառ է, եթե լավ քողարկված են, դրոնները այսօր հնարավորություն է տալի քողարկվածին էլ տեսնել, գիշերն էլ տեսնել, չէ, այսինքն կարա մի հատ մարտավարություն մենք ինքներս գցենք, բռնենք ոնց է ճիշտ, ոնց կարելի անել, դրոնը 2 հոգով առանձնանան, ձեզ ուղղորդեն, կոորդինատը տան ու սկսեք դուք արդեն սլավոյ աշխատեք կոնկրետ ձեր թշնամու վրա։ Մեծն Տիգրան աշխարհազորային գունդը գործում է 1990 թվականի փետրվար ամսից, ստեղծվել է այն ժամանակ դեռևս մի քանի կամավորական ջոկատների միավորման արդյունքում։ 14 թվականից սկսած նաև գնդի Մեծն Տիգրան աշխարհազորային գունդ կազմակերպության գործունեության մեջ ներառվել է մարտական պատրաստության դասընթացները, ինչի արդյունքում այս տարիներին կարողացել ենք պետական տարբեր պատկանմարմինների համար պատրաստել մասնագետներ, որոնք ստանալով որոշակի գիտելիքներ մեր կողմից խորհրդի ուղղորդման կարգով անցել են պետական ծառայության, ինչպես նաև մի քանի հարյուրի հասնող կամավորներ, որոնք մեզ մոտ ստանալով գիտելիքներ ուղղակի անցել են խաղ իրենց աշխատանքին, սակայն վստահ լինելով, որ պետք եղած ժամանակ ունեն գիտելիքների որոշակի շեմ մարտի դաշտում գործելու համար։ Հիմա
ներսում նախազորակոչային խումբի երեխաները անհատապես ըստ դրանցի դրված խնդիրների աշխատում են իրենց խնդիրների վրա։ Կոնկրետ այս պահին հիմնականում երրոտանի վրա զենքը ֆիքսած, մեկը մյուսին վերահսկելով աշխատում են նշանոցի նշանապիկի ճիշտ պահելը եւ մատի գրագետ ձգանը, եկեք մի հատ անցնենք ներս։ Խնդրեմ, իրար օգնելով աշխատում են դրսում կրակային վարության ժամանակ առաջացած խնդիրների վրա։ Ինչից հետո հաջորդ կրակայինին արդեն կերևա կոնկրետ աշխատանքի տարբերությունը դրական առումով տվելա, թե նույն հարթության վրա, եթե նույն հարթության վրա նորից անհատական մոտեցմամբ սկսենք աշխատել արդեն թե ամեն մեկի մոտ ինչ խնդիր կա։ Ուրախալի է, որ փոքր տարիքի երեխաներն են գալիս, շատ տխուր է եւ քանակը փոքր է։ Իրականում ես չեմ հոգնում այս վերջում միշտ կրկնելուց, նախազորակոչային տարիքի տղայի համար, որին մի քանի ամիս կամ 1 տարի է մնացել բանակ գնալու, լավագույն նվերը, որ ծնողը կարող է անել, ոչ թե թանկարժեք հեռախոսի կամ ուրիշ տեխնիկական միջոցի գնելն է, այլ տղային նման կառույցներ տանելն է, որտեղ նրա երեխան բանակից առաջ հնարավորություն կունենա հնարավորինս շատ գիտելիքներ ստանալ։ Նորից եմ ասում, թյուրում բռնում կա շատ ծնողների մոտ, թե եթե իրենց երեխան գիտելիքներ ունեցավ, վաղ անպայման իրենց երեխային այն պատասխանատու տեղն են տանելու, որտեղ որ չէին տանի, եթե նա չունենար այդ գիտելիքները։ Հարգելիներս, դուք դրա մասին մի անհանգստացեք։ Դուք անհանգստացեք նրա համար, որ երեխան գնալու է բանակ, այսօր հաշվի առնելով շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, բավարար գիտելիքներ չի կարողանալու ստանալ եւ Աստված մի արածցե փորձության պահին նա խնդիրներ ունենալ այդ գիտելիքների բացակայության պատճառով։ Դուք դրա մասին անհանգստացեք։ Կրակելու գիտելիքներով բավարարվելը ինձ թվում է, որ բավարար չի հաշվի առնելով, թե մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում եւ ինչ հարևաններ ունենք։ Հաշվի առնելով, որ անկախ ժամանակից մեր հարևանների նկարտումներն ու ախորժակը միշտ եղել է, կա ու կլինի մեր հայրենիքի տարբեր հատվածների վրա, միայն կրակելու գիտելիքները բավարար չեն։ Մենք պիտի չմոռանանք ցանկացած պրոֆեսիոնալ բարձր պատրաստվածության բանակի պարագայում Աստված մի արած է պատերազմական իրավիճակում մարդը անմահ չի եւ դա համակարգչային խաղ չէ։ Այսինքն անպայման մենք ունենալու ենք կորուստներ, այսինքն անպայման ինչ-որ որոշակի անձնակազմի ռեզերվը, պատրաստված ռեզերվը փոխելու, օգնելու խնդիր է ունենալու։ Մեր գնդի այսօրվա անելիքները հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով 20 թվականից եւ Արցախի վերջին կորուստից հետո այդ առումով պետական ստրուկտուրաների վրա ծառացած շատ լուրջ խնդիրները, որոնք ցանկության դեպքում ամենամեծ ցանկության դեպքում ուղղակի պետությունը միայնակ լուծել ի վիճակի չէ, մենք մեր վրա պարտավորություն ենք վերցրել հնարավորինս շատ Հայաստանի քաղաքացիների գիտելիքներ տրամադրել ռազմական բնագավառում, պատրաստել ապագա պատերազմներին անկախ նրանից կլինի թե չի լինի, մենք գտնում ենք ավելի լավ է ունենանք պատրաստված հասարակություն, սակայն դրա կարիքը չլինի, քան չունենանք պատրաստված հասարակություն, սակայն պետք եղած ժամանակ նրանք չկարողանան իրենց առջև դրված խնդիրները լուծել մարտի դաշտում։